Ապրիլի 1-ից առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի, եթե նախկինում ֆիզիկական անձը կարող էր առցանց գնել մինչև 200,000 դրամի անձնական օգտագործման իրեր եւ դրանց համար մաքսային վճարում չանել, այժմ այդ շեմը 200 եվրո է կամ մոտ 85,000 դրամ։ Մաքսային գանձում կիրականացվի նաեւ, եթե ներմուծվող ապրանքը գերազանցի 31 կիլոգրամը։ Սոցիալական հարթակներում դժգոհության ալիք տարածվեց, ինչու է այս մասին հայտարարվում վերջին օրերին։ Այդ փոփոխության մասին մենք նախկինում հրապարակել էինք, որ արտոնությունները ուժի մեջ են լինելու մինչև ապրիլի 1-ը եւ եթե չէր երկարաձգվում, եւս մեկ անգամ իրազեկել ենք, որ արտոնության ժամկետը չի երկարաձգվում։ Եթե ապրանքների արժեքը գերազանցում է նշված գումարը կամ դրա քաշը կազմում է ավելի քան 31 կիլոգրամ, ապա անհրաժեշտ է վճարել տուրք 200 եվրոն գերազանցող մասի 15%-ի չափով։ Օնլայն գնումների առաքման ծառայություն մատուցող Onex ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս սահմանաչափը ոլորտի զարգացման վրա չի ազդի։ Որոշ վիճակագրությամբ ներմուծվող ապրանքների 95%-ից ավելին չեն գերազանցում 200 եվրոյի շեմը, սակայն խնդիրներ կարող են այլ հարցում առաջանալ։ 200 եվրոյին գալը մեծ հաշվով մեծ խնդիր չի, կարծում ենք օնլայն գնումների զարգացման եւ ամեն ինչի համար։ Խնդիրը այն է, որ մինչեւ այդ Ուկրաինայի դեպքերը, որ որոշվեց 1000 եվրո սարքել, կար որոշում, որ այդ 200 եվրոն ամեն 6 ամիսը մեկ ցածրացնելով հասցվելու է 20 եվրոյի։ Այդ է ամբողջ Հայաստանի օնլայն գնումների վրա շատ մեծ ազդեցություն կունենա իհարկե 20 եվրոյի դա փաստացի նշանակում է ցանկացած ապրանք ենթակա հարկման։ Փոփոխությունն արդեն ուժի մեջ է, այսինքն արդեն այսօրվանից բոլոր ստացվող առաքանիները ենթարկվելու են նոր օրինաչափությանը։ Եթե դուք առցանց պատվեր գրանցել եք օրինակ 1 շաբաթ առաջ, միևնույն է ձեր առաքանին եւս սահմանաչափը գերազանցելու դեպքում հարկվելու է։